անվտանգությունը անդադ նրանց զգուշացնում է դրա մասին, նրանք գող գիշերը փորձում են մեքենաները բարձրացնել, որը աղմուկ է ավելի առաջացնում եւ ավելի է վնասում, մեր անդորն է խանգարում, շատ հաճախ արգելակները չեն պահում, դանդաղ են բարձրանում, շատ վատ է նրանց այդ աշխատանքները տեղի ունենում Եվ շինարարական այդ ամբողջ փոշին, ամբողջ աշխատանքները խանգարում էին մեր անդորին ամբողջ 1 տարի շարունակ։ Բարձրաձայնել են բազմիցս, հենց առաջինը, երբ որ սկսեցին քանդել այդ տարածքը, որպեսզի իրականացնեն շինարարությունը, առաջինը ես եմ բարձրաձայնել եւ քաղաքապետարանը ինձ կամահրանքով վերաբերվեց իմ բարձրաձայնելուն, ծիծաղելով ինձ իմ լայվ վիդեոին ինձ նույնիսկ աննորմալ ներկայացնելով, բայց հասանք այն օրվան, որ ինձ զգուշացնում էի, դա տեղի ունեցավ եւ չի կարելի նման տարածքում, որը միշտ եղել է սեփական տներով շրջափակված եւ այնպես է եղել, որ բոլորս էլ գիտենք, որ այս տարածքում շինարարությունը անհնար է նման հզոր տեխնիկայով, նման հզոր պատյունային աշխատանքներով շինարարություն իրականացնել, եկանք հասանք այս վիճակին, որ եղավ այն ինչ եղավ, բարեբախտաբար ոչ մարդկային զոհերով Շինարարությունը թաղի բնակիչները ասում են, որ Ալեն Սիմոնյանի միջնորդությամբ է տեղի ունենում եւ այստեղ կողքնել է շենք կառուցվել նրա միջնորդությամբ եւ այս թաղամասը նրա հովանու տանիքի ներքո է միշտ այդ խոսակցություններն են չնայած ինչ որ ասում են եթե ապացույց չունես անմեղության կախամարկածը թողենք մի կողմ անցած տարի երբ որ սկսեցին շինարարական աշխատանքները մի Ճարտարապետ էր, նախագծող շինարար, ասաց ես եմ շինարարության ղեկավարը, ասացի ինչ ես անում, երբ որ գերմանացի ռազմագերիների կողմից կառուցված ամբողջ բուլեժնիկները հայերեն թարգմանությունը կներեք չգիտեմ, նրանք քանդում էին իրենց ծանր տեխնիկայով բարձրանալով եւ վնասում էին այդ մեքենաներով, թրթուրավոր անիվներով մեքենաներով այդ ճանապարհին, ասում էի ձմեռը դուք եք ձեր գալու սարքեք, որ անիվները կարողանանք բարձրանալ եւ չսահի մեքենաները, նրանք ասացին դա քո պրոբլեմը չի, դա քո լուծելու հարցը չի ու այսօրվա դրությամբ եկանք հասանք նրան, որ այն ինչը իմ լուծելու հարցը չէր, իմ ասածը չէր, իմ բարձրաձայնածը չպետք է լիներ, եղավ այն ինչ եղավ պայթյուն, որը հոգեկան, ֆիզիկական եւ նյութական վնաս պատճառեց շենքի բնակիչներին եւ շրջակա տարածքին, նաեւ անձամբ ինձ, որովհետեւ իմ մեքենայի հետ տամասը նույնպես այրվել է։